Գոյություն ունի մեկ պարզ հետազոտություն, որը հաճախ ստիպում է փոխել նախնապես դրված ախտորոշումը։ Շատ հաճախ մեզ դիմում են պացիենտներ, որոնք նշում են գանգատներ սրտամկանի ծանրաբեռնված աշխատանքին բնորոշ։ Սակայն ստանդարտ հետազոտություններով էխոսրտագրությամբ, էլեկտրոսրտագրությամբ դեռևս ակնհայտ չեն այնպիսի կրիտիկ փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան մեծ վերջնական ախտորոշում տալ։ Եվ գոյություն ունի մեկ անալիզ, մեկ հետազոտություն, որը հնարավորություն է տալիս կոմպլեքս գնահատում իրականացնել, եւ այս հետազոտությունը ցույց է տալիս ոչ թե այն անատոմիա-ֆիզիոլոգիական փոփոխությունները, որը տեղի ունեն մեր սրտի հետ, այլ ցույց է տալիս ծանրաբեռնվածության աշխարհի եւ սրտամկանի վնասման հնարավորության նշները։ Եվ այս անալիզը կոչվում է NT-proBNP։ Այս հետազոտությունը իհարկե պետք է գնահատել համալիր եւ պետք է իրականացնել ոչ միայն այս մարկերը որոշումը, այլ նաեւ հետազոտել լյարդի, գեյկամների փոփոխությունները, հաշվի առնելով տարիքային առանձնահատկությունները եւ այն կլինիկական լաբորատոր հետազոտությունների ցուցանիշները, որը ունենանք մեր ձեռքի տակ մեր ստանդարտ հետազոտությունների, այսինքն էխոսրտագրության եւ էլեկտրոսրտագրության հետ միասին կարող է ցույց տալ այն, ինչով որ մեր գանգատների իրական պատճառն է դարձել։ Որ մեր խնդիրը պացիենտին համապատասխան բուժօգնություն ցուցաբերելն է, իսկ դրա համար պետք է կատարել ճիշտ ախտորոշում։ Ճիշտ ախտորոշման համար իրական մեր բոլոր հետազոտություններին զուգահեռ պետք է միշտ գնել այնպիսի նախնական ախտորոշումներ, որը որ հնարավորություն է տալիս գնահատել նաև սրտի թաքնված ֆունկցիաները, վնասման այնպիսի նախանշաններ, որոնք որ հնարավոր է վաղ հայտնաբերել, բուժել եւ կանխարգելել սրտային պատահարներ։